Հղիությունը կնոջ օրգանիզմում մեծ փոփոխություններ է ենթադրում։ Առողջ եւ անվտանգ հղիություն տանելու եւ առողջ երեխա ունենալու գրավականը կարող է դառնալ գիտելիքն այն մասին, թե որ փոփոխություններն են օրգանիզմում համարվում նորմալ, որոնց դեպքում է հարկավոր զգուշանալ եւ որ փոփոխություններն են, որ ռիսկային են եւ անհապաղ բժշկին դիմելու անհրաժեշտություն կա։ Ինչ փոփոխություններ են կատարվում կնոջ օրգանիզմում հղիության ընթացքում, որ փոփոխություններն են, որ համարվում են ֆիզիոլոգիական եւ նորմալ, իսկ որ փոփոխություններն են, որ վտանգավոր են եւ ռիսկային մոր եւ պտղի առողջության համար։ Երբ է պետք անհապաղ դիմել բուժ հաստատություն եւ որ դեպքում է, որ կարելի է ինչ-որ ժամանակ սպասել։ Հղիության ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների եւ բոլոր վտանգի նշանների մասին կիմանաք, դիտելով վտանգի նշանները հղիության ընթացքում ուսուցողական ֆիլմը։ Ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր է պլանավորելուց սկսել ապագա երեխայի մասին երազանքները։ Մինչ հղիության շրջանը հետազոտված զույգը ավելի շատ հնարավորություն ունի խուսափելու հետագա բարդություններից եւ վտանգի նշաններից հղիության ընթացքում։ Հղիությունը մի նոր երևույթ է այս կնոջ կյանքում եւ ինքը կարելի ասել քննություն է բնության առջև, որքանով ես դու պատրաստ այդ ֆիզիոլոգիական փոփոխությունները կրել ֆիզիոլոգիականի շրջանակներում եւ լույս աշխարհ բերես առողջ երեխա։ Հղիության ժամանակ այնպիսի մեծ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, որի պատճառով առաջանում են որոշ փոփոխություններ կանանց մոտ։ Ես կուզենայի, որ ամեն մի կին կարողանար իմանալ, որ փոփոխություններն են հղիության ժամանակ համարվում ֆիզիոլոգիական, այսինքն նորմալ, եւ որ փոփոխություններն են վտանգի նշաններ ներկայացնում, որոնց ժամանակ նա պետք է դիմի բժշկի։ Եվ այսպես, հղիության ընթացքում փոփոխությունները լինում են երկու տեսակի։ Փոփոխություններ, որոնք համարվում են ֆիզիոլոգիական, այսինքն նորմալ, որոնց դեպքում անհանգստանալու կարիք չկա, եւ կամ փոփոխություններ, որոնք ռիսկային են համարվում հղիության պարագայում, որոնց նկատելուն պես հղեկինը պետք է հայտնի այդ նշանների մասին հղիությունը վարող բժշկին կամ պիտի հիվանդանոց դիմի։ Այժմ ներկայացնում ենք այն նշանները, որոնք համարվում են նորմալ եւ օրինաչափ հղիության ընթացքում։ Քանի որ մեծ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում հղիության ընթացքում, իրենց մոտ առաջանում է հոգնածության զգացում եւ քնելու նաեւ քնկոտություն, քնելու ցանկությունը մեծանում է։ Նորմալ հղիության ժամանակ առաջանում են նաեւ սրտխառնոց, փսխումներ, որոշ ախորժակի իջեցում կամ հակառակը բարձրացում։ Կծկագեղձերն են մեծանում։ Դա միայն հղիության ժամանակ է այդպես լինում, հղիությունից հետո անմիջապես նրանք ընդունում են իրենց նորմալ տեսքը։ Կաթնարտադրություն կարող է սկսել, դա պետք է դիտել որպես նորմալ երևույթ։ Որոշ հղիների մոտ կարող է առաջանալ փորկապություն։ Աղիների պերիստալտիկան բավականին դանդաղում է, այդ պատճառով փորկապություն է լինում։ Հղիների մոտ առաջանում է նաև հաճախամիզություն։ Միզապարկի լցվելու դեպքում արգանդը ճնշում է միզապարկի վրա եւ առաջանում է հաճախամիզություն։ Հղիները երբեմն մանավանդ հղիության վերջում մի փոքր այտուցվում են եւ վերջին ամիսների այտուցները մանավանդ նաեւ երբ որ պտղի գլուխն է իջնում արդեն եւ արյան հոսքը ստորին վերջույթներից հեշտությամբ արյունը անցնում է ներքև, բայց բարձրանալուց արդեն դժվարություններ է կրում։ Առաջանում է որոշ արյան կանգ եւ տալիս է առաջացնում է ստորին վերջույթների փոքրիկ այտուցներ։ Դրանք էլ կարող են լինել հղիության ընթացքում։ Կան հղիներ, որոնք որոշ չափով զգում են ինչ-որ ձգվածություն արգանդի որովայնի շրջանում։ Անհանգստացնող բան չի, ուղղակի մենք խորհուրդներ ենք տալիս, ինչպես նրանք պետք է հանգստանան օրվա ընթացքում, իրենց ռեժիմը հանգստի պետք է ճիշտ կազմակերպեն, որպեսզի այդ ձգվածությունը ավելի շատ չլինի։ Սրանք այն ֆիզիոլոգիական փոփոխություններն էին, որոնք կնշի առողջ հղիություն տանող յուրաքանչյուր կին, որոնց նկատելու դեպքում ոչ մի անհանգստության կարիք չկա։
Այժմ ներկայացնում ենք հղիության ընթացքում հանդիպող այն փոփոխությունները, որոնց նախանշման պարագայում հղիկինը պետք է զգուշանա եւ ուշադրություն դարձնի այդ փոփոխություններին։ Այլ կերպ ասած, հղի կնոջ օրգանիզմում կարող են ի հայտ գալ այնպիսի փոփոխություններ, որոնք վտանգավոր են եւ մոր եւ պտղի առողջության համար։ Հետևաբար, վտանգի նշաններ նկատելուն պես հղիկինը պետք է հայտնի իր հղիությունը վարող բժշկին։ Երբեմն կնոջ մոտ առաջանում են փոփոխություններ, որոնք իրոք վտանգ են ներկայացնում հղիության ընթացքի համար եւ պտղի համար։ Ես կուզենայի, որ հղին իմանար, որ դեպքում նա պետք է շտապ դիմի բժշկի, որ դեպքում նա կարող է դիմել, բայց ոչ շտապ, որպեսզի ժամանակին կանխվեն հղիության բարդությունները։ Իսկ վտանգի նշանները ըստ բարդությունների բաժանվում են երկու խմբի։ Նշաններ, որոնց դեպքում պետք է անհապաղ վայրկյան առաջ դիմել բժշկի, եւ նշաններ, որոնք նույնպես վտանգ են ներկայացնում, բայց թույլատրելի է ինչ-որ ժամանակ սպասել եւ առաջին իսկ հնարավորության դեպքում դրանց մասին հայտնել հղիության ընթացքը վարող բժշկին։ Եվ այսպես, որոնք են այն նշանները, որոնց պարագայում հղիկինը պետք է չսպասի եւ անհապաղ դիմի բժշկի, քանի որ ժամը, նույնիսկ րոպեները նշանակություն ունեն եւ համարվում են վտանգավոր հղիության ընթացքի, մոր եւ պտղի առողջության համար։ Ամենառիսկային վտանգի նշաններից է համարվում արյունային արտադրությունը։ Կապ չունի արյունային արտադրության քանակը ինչպիսին է։ Եթե կա արյունային արտադրություն եւ հղիություն, նա շտապ պետք է խորհրդակցի իր բժշկի հետ։ Նա կարող է մտածել, լավ, գիշերով չգնամ, քիչ է արյունը, առավոտյան կդիմեմ, բայց մինչեւ առավոտ արդեն պտուղը կլինի արդեն մահացած, իսկ հղի կնոջ վիճակն էլ կլինի շատ ծանր վիճակում, որ մենք չգիտենք ինչով դա կավարտվի։ Հղիկինը պետք է անհապաղ դիմի բժշկի, եթե նա ունի ցավ որովայնի ստորին հատվածում։ Ցավը որովայնի շրջանում սովորաբար ամենաշատը խոսում է վիժման վտանգի մասին, սպառնացող վաղաժամ ծննդաբերության մասին։ Այսինքն դա նշանակում է ցավը հղիության ընթացքում, դա սովորական երևույթ չէ, որ դա ուղղակի փոքրիկ այդպես նշան չի, որին կարելի է ուշադրություն չդարձնել եւ անտեսել։ Իսկ ժամանակին դիմելու դեպքում ուրեմն մենք կարող ենք կանխել վաղաժամ ծննդաբերության վտանգը։ Ուժեղ գլխացավերը հղիության ընթացքում արյան ճնշման բարձր լինելու մասին են վկայում, ինչը նույնպես բարձր ռիսկային վտանգի նշան է հղիության ընթացքում, ինչի պարագայում հղիկինը պարտավոր է անհապաղ դիմել բժշկի։ Բարձր ճնշման հետևանքով շատ վատ փաստի առաջ կանգնել։ Մենք կարող ենք ունենալ գլխուղեղի ինսուլտ, կարող ենք ունենալ տարբեր տեսակի նույնիսկ տեսողության ընդհանրապես բացակայություն, կուրություն։ Բարձր ջերմությունը հղիության ընթացքում կարող է երիկամային ցավերի հետ զուգորդվել, ինչը նույնպես բարձր ռիսկի վտանգ է համարվում հղիության ընթացքում, ինչի դեպքում հղիկինը անհապաղ պետք է դիմի բժշկի խորհրդատվությանը։ Հղիների մոտ շատ հաճախ է հանդիպում ջերմության բարձրացում եւ ցավ երիկամների շրջանում, որը լինում է երիկամների ավազանի բորբոքման հետևանքով։ Որտեւ դա ինտոքսիկացիա է առաջացնում, որը կարող է ազդել եւ պտղի ներարգանդային վիճակի վրա եւ հղի մոտ առաջանում է շոկային ցավից շոկային ռեակցիա, որին կարող են հետևել նաեւ արգանդի կծկանքները եւ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքը։ Յուրաքանչյուր պտուղ ունի շարժումների իր յուրօրինակությունը։ Եթե նկատում եք, որ պտղի շարժումների թիվը կտրուկ նվազել կամ խիստ ավելացել է, անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։ Շատ դեպքերում հղիկինը կարող է չտարբերել պտղաջրերի արտահոսքը շփոթելով այն մեզի հետ։ Անհապաղ դիմեք բժշկի, եթե կասկած ունեք, որ պտղաջրերի արտահոսք եք ունեցել։
Սրանք նշաններ են, որոնց դեպքում ժամանակին երբ կինը դիմում է օգնության, սրանք հաղթահարվող սիմպտոմներ են, հաղթահարվող բարդություններ են, կարող են հետագա բարդությունները կանխարգելել կամ ծննդալուծել կնոջը, կամ պահպանել հղիությունը, կախված ախտաբանության բնույթից, ծանրության աստիճանից։ Հարգելի հղիներ, հիշեք, որ այս վտանգի նշանների հայտնաբերման պարագայում դուք պարտավոր եք դիմել բժշկի խորհրդատվությանը։ Սրանք նշաններ են, որոնք սպառնալիք են ձեր և ձեր ապագա երեխայի կյանքի համար, և վայրկյան առաջ բժշկին այցելելով դուք կարող եք փոխել իրավիճակը։ Կան այնպիսի վտանգի նշաններ, որոնց ժամանակ հղին նույնպես պետք է դիմի բժշկին, բայց ոչ անհապաղ, պետք չէ դրա համար անմիջապես ստացիոնար գնալ գիշերը, տան խիստ անհանգստանալ եւ այլն։ Իսկ որոնք են այն նշանները, որոնք ծայրաստիճան ռիսկային չեն, պարզապես պետք է ուշադիր լինել նաև դրանց պարագայում։ Փսխումները հղիության ժամանակահատվածում համարվում են նորմալ և օրինաչափ երևույթ, սակայն եթե փսխումները չեն դադարում երկրորդ եռամսյակում և դրանց թիվը հասնում է օրական 5-ից 6 անգամի, հայտնեք այդ մասին ձեր բժիշկ գինեկոլոգին։ Ամեն փսխման ժամանակ նա մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում, օրգանիզմը ջրազրկվում է, արյունը խտանում է և արյան խտությունից տուժում է նաև պտղի ներարգանդային զարգացումը։ Խորհրդակցեք ձեր բժիշկ գինեկոլոգի հետ, եթե նկատում եք, որ արտադրության քանակը հղիության ընթացքում զգալիորեն փոխվելու շատացել է։ Այն կարող է մի շարք հիվանդությունների մասին վկայող ազդանշան լինել։ Եթե փոխվում է արտադրության բնույթը, կնոջ մոտ առաջանում է քոր, մռմռոց, առատ արտադրություն հոտով, յուրահատուկ, փոխվում է արտադրության գույնը, դառնում է դեղնականաչավուն եւ այլն, դա արդեն կարող է սեռավարակի նշան լինել, որի ժամանակ հղին պետք է դիմի բժշկի, պարտադիր չէ, որ գիշերը դիմի ստացիոնար, նա կարող է հաջորդ օրը անպայման գնալ տեղեկացնել դրա մասին իր տեղամասային մանկաբարձ գինեկոլոգին։ Հարգելի հղիներ, եթե հղիության ընթացքում նկատում եք մաշկի այտուցներ կամ ցանավորման երևույթներ, խորհրդակցեք ձեր հղիությունը վարող բժիշկ գինեկոլոգի հետ։ Խորհուրդ կտայի միանգամից չգնալ բուժհաստատություն, պոլիկլինիկա, այլ զանգահարի, տեղյակ պահի, որ իրեն մոտ եղել է շփում կամ կարմրակտով, կամ ջրծաղիկով, կամ որևէ մեկի հետ, այդպիսի դեպքերում, եթե նա գա պոլիկլինիկա, նա կարող է այդ վարակը տարածել նաև մյուս հղիներին։ Դրա համար ճիշտ կլիներ ուղղակի խորհրդակցել բժշկի հետ եւ տնային կանչով հրավիրվեր ինֆեկցիոնիստ, կախված հղիության ժամկետից կորոշվի հղիության հետագա ընթացքը ինչպես պետք է ընթանա։ Եթե ձեր նախորդ ծննդաբերություններն ավարտվել են կեսարյան հատումով եւ ներկա հղիության ընթացքում նկատում եք ցավ կեսարյան հատման սպիի շրջանում, նույնպես պետք է հայտնել այդ մասին հղիությունը վարող բժիշկ գինեկոլոգին։ Ընդհանրապես սպիի շրջանում ցավ չպետք է լինի։ Եթե նա այդ ցավը առաջանում է, ուրեմն դա կարող է սպիի ոչ լիարժեք վիճակ լինել, որի ժամանակ արդեն կեսարյան հատումը, որը պլանավորված էր 2-3 շաբաթ առաջ հետո անել, այս դեպքում բժիշկը կորոշի երբ պետք է կատարվի կեսարյան հատումը։ Սրանք այն հիմնական վտանգի նշաններն են, որոնք ամենատարածվածն են հղիների շրջանում։ Սակայն յուրաքանչյուր կնոջ հղիություն կարող է արտահայտվել մի շարք առանձնահատկություններով։ Հարգելի հղիներ, յուրաքանչյուր արտասովոր փոփոխություն, որ նախկինում չի արտահայտվել, խորհրդակցեք դրանց մասին ձեր հղիությունը վարող բժշկի հետ։ Ձեր զգոնությունն ու ուշադրությունը կարող է ձեզ ազատել մի շարք ռիսկային բարդություններից։ Այն խնդիրները, որոնք կարելի է իսպառ եւ անհետևանք վերացնել հայտնաբերման պահին, հայտնի չէ ինչով կարող է ավարտվել հետաձգելու պարագայում։ Վտանգի նշանների դեպքում, եթե հղին ժամանակին դիմի իր տեղամասային բժշկին կամ ստացիոնար, կկանխվեն շատ բարդություններ,
որի հետևանքով չեն վիժվի շատ հղիություններ։ Այդ ամեն ինչը կանխելու համար ընդամենը պետք է մեկ բան՝ ուշադիր հետևել հղիության ընթացքին, վտանգի նշանների հայտնաբերման դեպքում դիմել համապատասխանաբար բժշկին կամ ստացիոնար։ Եվ մենք կունենանք առողջ երեխաներ, մենք կունենանք երջանիկ ծնողներ։ Ցանկացած բնույթի փոփոխություն, որը անսովոր է, որը մինչ այդ չի եղել, որը խանգարում է ընդհանուր վիճակի վրա եւ տրամադրության, եւ ինքնազգացողության, եւ աշխատունակության, առաջացնում է թուլություն, անտարբերություն, պետք է պատճառ դառնա բժշկական օգնության դիմելու համար։ Հարգելի հղիներ, հիշեք եւ նկատի ունեցեք, որ հղիության ընթացքում օրգանիզմում փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում եւ րոպե առաջ բոլոր նշված վտանգի նշանների դեպքում բժշկին դիմելը, խորհրդատվություն եւ բուժում ստանալը կարող է որոշիչ լինել ձեր եւ ձեր ապագա երեխայի համար։ Եղեք առողջ եւ տեղեկացված։